Բարև ձեզ։ Եկեք մի պահ պատկերացնենք մի ամբողջ համայնք, որի գոյությունը, ապրուստի միջոցն ու նույնիսկ մշակույթը բառացիորեն կախված են ջրից։ Այսօր մենք խորանալու ենք մի տեխնիկական զեկույցի մեջ, հասկանալու համար, թե ինչպես է Սյունիքի մարզի կենսական ոռոգման համակարգը հասել փլուզման եզրին, եւ որ ամենակարևորն է, ինչպես կարելի է այն փրկել։ Ուրեմն ահա թե ինչի միջով ենք անցնելու, սկզբում կհասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում Սյունիքի ջրային զարկերակը, հետո կտեսնենք, թե ինչու է այս համակարգը քայքայվում, կմտնենք հենց պոմպակայանների ներսը, կծանոթանանք վերակառուցման պլանին եւ վերջում կամփոփենք, ինչու է այս ամենն այդքան կարևոր։ Լավ, եկեք սկսենք հենց հիմքից։ Այս ամբողջ պատմությունը հողի ու մարդկանց մասին է։ Որպեսզի հասկանանք, թե ինչն է դրված խաղասեղանին, պետք է տեսնենք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Այս աղյուսակին նայեք, սրանք ուղակի թվեր չեն, սա 140 հեկտար նուռը, 120 հեկտար արքայանարինչ, 130 հեկտար թուզ ու ձիթապտուղ, սրանք այն մշակաբույսերն են, որոնք ոչ միայն կերակրում են, այլև կազմում են տարածաշրջանի ինքնության մի մասը։ Ու այս ամբողջ 390 հեկտարի բախտը, պատկերացնում եք, կախված է ընդամենը 3 հին պոմպակայանից։ Այսինքն, պատկերը շատ պարզ է։ Մի կողմում ունենք Արաքս գետը, ջրի աղբյուրը, մյուս կողմում բեռի այգիները, իսկ մեջտեղում այս պոմպակայանները։ Եթե այս օղակը կտրվի, ջուրը պարզապես այգիներ չի հասնի։ Վերջ, ամբողջ գյուղատնտեսական էկոհամակարգը կանգնած է վտանգի։ Դե ինչ, հասկացանք, թե որքան կարևոր է այս համակարգը։ Հիմա անցնենք թխուր իրականությանը։ Ինչու ենք ահազանգում։ Զեկույցը մեղմ ասած բացահայտում է մի շատ անմխիթար պատկեր։ Զեկույցի լեզուն շատ զուսպ է, բայց այս մի նախադասությունը ամեն ինչ ասում է։ Լսեք, խիստ մաշված։ Սա այն դեպքը չէ, երբ ինչ-որ բան ուղակի հին է։ Սա տասնամյակների անտեսման, մաշվածության ու անբավարար խնամքի արդյունքը։ Ու խնդիրը 1-2 պոմպի մեջ չէ։ Տեսեք, սա համակարգային կոլապս է։ Խոսքը ոչ միայն սարքավորումների մասին է, այլև հենց շենքերի, որոնք պետք է պաշտպանեին այդ սարքավորումները։ Տանիքները քաթում են, պոմպերը մաշված են, լարերը վտանգավոր։ Ամեն ինչ փլուզվում է միաժամանակ։ Հիմա եկեք մի փոքր ավելի խորանանք, հա, որպեսզի հասկանանք խնդրի մասշտաբը, եկեք այն բաժանենք 3 հիմնական մասի՝ շենքերը, սարքավորումները եւ, այսպես ասած, անվտանգությունը։ Սկսենք շենքերից։ Գիտեք, սրանք ուղակի պատեր ու տանիք չեն։ Սրանք այն զրահն են, որոնք պետք է պաշտպանեն ներսում գտնվող թանկարժեք սարքավորումները, բայց ինչպես տեսնում ենք, այդ զրահն ինքնին քայքայվում է, քաթացող տանիքներ, փտած պատեր, իրավիճակը սա է։ Հաջորդը համակարգի սիրտն է՝ պոմպերն ու շարժիչները։ Խոսքը խորհրդային ժամանակների մասունքների մասին է, որոնք շարունակում են աշխատել, վաղուց սպառած լինելով իրենց ռեսուրսը։ Սրանք ոչ թե պարզապես հին են, այլև իսկական ժամանակի ռումբեր, որոնք կարող են փայթել ցանկացած պահի։ Ու երևի ամենասարսափելին անվտանգության համակարգերը, ավելի ճիշտ դրանց լիակատար բացակայությունը։ Պատկերացրեք մի պարզ բան. երբ պոմպը ջուրը բարձրացնում է վերև, պետք է լինի հակադարձ փական, որը թույլ չի տա ջրին հետ լցվել։ Այդ փականները կամ չկան, կամ չեն աշխատում։ Այսինքն, եթե հոսանքն անջատվի, տոննաներով ջուրը հետ է գալու ու ուղղակի կջախջախի պոմպերը։ Լավ, պատկերը բավականին մռայլ է։ Այո, բայց լավ նորությունն այն է, որ զեկույցը ոչ միայն ախտորոշում է դնում, այլև բուժում է առաջարկում։ Գոյություն ունի շատ հստակ քայլ առ քայլ պլան այս համակարգը վերակենդանացնելու համար։ Պլանը շատ տրամաբանական է, կազմված 3 փուլից։ Նախ վերանորոգում ենք համակարգի կմախքը, այսինքն շենքերը, հետո փոխարինում ենք սիրտը, պոմպերն ու շարժիչները, ու վերջապես տեղադրում ենք ուղեղը, ժամանակակից կառավարման եւ անվտանգության համակարգերը։ Ու եկեք հստակ լինենք, սա ուղղակի կոսմետիկ վերանորոգում չէ, սա ամբողջական տեխնոլոգիական թարմացում է։ Սա թռիչք է խորհրդային դարաշրջանից ուղիղ դեպի 21-րդ դար, նոր պոմպերով, նոր փականներով ու ամբողջովին նոր էլեկտրական համակարգերով։ Լավ, մենք շատ խոսեցինք տեխնիկայից, պոմպերից, լարերից, բայց ի վերջո ինչ է այս ամենը նշանակում այնտեղ ապրող մարդկանց, ֆերմերների, նրանց ընտանիքների համար։ Ամեն ինչ հանգում է այս մի թվին՝ 390։ Սա ուղղակի թիվ չէ։ Ինչ է այս թվի հետևում։ Սրա հետևում 390 հեկտար բեռի այգիների ապագան է։ Սա այն նռան, թզի ու ձիթապտղի ապագան է, որը մի ամբողջ տարածաշրջանի կյանքի հիմքն է։ Սա նշանակում է կայունություն, սա նշանակում է, որ ֆերմերը կարող է պլանավորել իր վաղվա օրը վստահ լինելով, որ իր այգին ջուր կունենա։ Սա նշանակում է, որ այն ընտանիքները, որոնց կյանքը կառուցված է այս հողի վրա, կարող են հանգիստ նայել ապագային։ Այնպես որ ի վերջո այս ենթակառուցվածքի վերականգնումը ուղղակի խողովակներ փոխել չէ, սա նոր հնարավորություններ բացել է, բարգավաճման մի նոր էջ բացել։
Ու սա մեզ թողնում է մի շատ հուսադրող հարցի հետ. եթե ջրային անվտանգությունն ապահովված է, ապա որքան հարուստ կարող է լինել Սյունիքի բերքի ապագան։